Հայաստանը Եվրամիությունում ներկայացուցչությանը կից պաշտպանության հարցերով կցորդ կունենա նախագիծը կառավարությանն է ներկայացրել Պաշտպանության նախարարությունը։ Որոշումը կայացվել է հաշվի առնելով վերջին շրջանում պաշտպանական, անվտանգային եւ ռազմական ոլորտներում Եվրամիության հետ Հայաստանի համագործակցության էական զարգացումը։ Ապրիլի 1-ից հունիսի 13-ը Հայաստանում պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն, որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։ Վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի քան 25 օրացուցային օր ժամկետով։ Բաքվի զինվորական դատարանում մեկնարկել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների եւ այլ պաշտոնյաների ընդհանուր 15 անձի նկատմամբ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստը։ Նախորդ մարտի 3-ին տեղի ունեցած նիստում ցուցմունք էին տվել Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանն ու նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ինչպես նաեւ մյուս գերիներից Էրիկ Ղազարյանն ու Վասիլ Բեգլարյանը, որոնք իրենց մեղավոր չէին ճանաչել առաջադրված մեղադրանքներում։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործն առանձին է քննվում։ Նրա գործով հաջորդ նիստը նշանակված է մարտի 11-ին։ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների կտանքների եւ խոշտանգումների ենթարկվելու հանգամանքն ու դրա վերաբերյալ միջազգային կառույցների ահազանգերը խիստ մտահոգություն եւ դժգոհություն են առաջացրել Եվրախորհրդարանի падգամավորների շրջանում։ Բրյուսելում Armenpress-ի թղթակցի տեղեկություններով այս օրերին քննարկումներ են տեղի ունենում, թե հաջորդ շաբաթ Եվրախորհրդարանի Ստրասբուրգում կայանալիք լիագումար նիստում եվրոպացի падգամավորների այս վրթովմունքը արձագանքի ինչ ձև պետք է ունենա։ Չի բացառվում հարցի վերաբերյալ հրատապ դեպատների անցկացում եւ բանաձևի ընդունում։ Կիևի ու Վաշինգտոնի ներկայացուցիչները պայմանավորվել են մոտ ապագայում հանդիպել, հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։ Նա տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցի հետ, քննարկել են արդար եւ կայուն խաղաղությանն ուղղված հետագա քայլերը։ Միաժամանակ նշվում է, որ ուկրաինական եւ ամերիկյան թիմերը մարտի 5-ին սկսել են աշխատել հանդիպում կազմակերպելու ուղղությամբ։ Ֆրանսիան Ուկրաինային հետախուզական տեղեկատվություն է առաջարկում այն բանից հետո, երբ Վաշինգտոնը հայտարարել է, որ դադարեցնում է հետախուզական տվյալների փոխանակումը Կիևի հետ, փորձելով ուժեղացնել ճնշումը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի վրա։ Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնյուն ասել է, որ Փարիզի միջուկային զենքի պաշարները, որոնք ստեղծվել են սառը պատերազմի սկզբին եւ նախատեսված են եղել անկախ լինելու այն ժամանակվա գերիշխող տերություններից, ԱՄՆ-ից եւ Ռուսաստանից, բավարար են։ Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի միջնակարգ դպրոցում արտառոց դեպք է տեղի ունեցել, դպրոցականը ցած է նետվել դպրոցի 3-րդ հարկից։ Իրավապահները դեպքի վայրում են։ Ըստ տեղեկությունների 13-ամյա տղան ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել։ Դեպքի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել։